Ուժեղ Հայաստանի խմբակցության արգելի պատգամավորներ և Հայաստան խմբակցության պատգամավորներ, ովքեր հետևում են մեզ նաև այլ հարթակներից, ես և նաև մեր նիստին աշխատանքներին հետևող քաղաքացիներ, նախ մինչև իմ ելույթի բումբովանդակության անցնելը ուզում եմ պաշտոնապես հայտնել, որ տիկին Ագնեսա Խամոյանի կասկածները իբր պարոն Վարդևանյանի օգտին տրված քվեներ եղել են Քյաբաբով տրված ընտրակաշառքներով անհիմն են, նման բան տեղի չի ունեցել, ընդ որում չի եղել Քյաբաբի որևէ տեսակ ոչ տավարի, ոչ հավի, ոչ ռակի, և ասեմ ձեզ նաև, որ պարոն Վարդևանյանի օգտին վստահ եմ, որ բոլոր պատգամավորները քվեարկել են սահմանադրությամբ իրենց սեփական խղճից և համոզմունքներից ելնելով, որի արդյունքում պարոն Վարդևանյանը մեր նախագահությունում նստած 4 պաշտոնյաներից միակն է, որը քվեներ է ստացել բոլոր խմբակցությունների պատգամավորներից և միակն է, որը ընտրվել է 0 դեմ 0 ձեռնպահ ձայների արդյունքում։ Հիմա գալու հիմնական թեմային։ Այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուն ես կարծում եմ, որ խոցելի է շատ առումներով, բայց իր և բացարձակապես իմ կարծիքով չի համապատասխանում այդ պաշտոնին ներկայացվող պահանջներին, բայց նրա ելույթը լսելուց ես հասկացա, որ նրա թեկնածությունը ոչ միայն խոցելի է, այլ վտանգավոր, սպառնալիք Հայաստանի Հանրապետության անվտանգության համար։ Եվ եթե նա միայն մենակ լիներ իր այդ կարծիքի հետ, կարող ենք մտածել, որ դա անհատական սպառնալիք է։ Բայց քանի որ նրա ներկայացրած մոտեցումները համընկնում են նաև Հայաստանի վարչապետի, կառավարության շատ, կարելի ասել բոլոր պաշտոնյաների, մեծ թվով պատգամավորների տեսակետների հետ, այս սպառնալիքը դառնում է չափազանց տեսանելի և վտանգավոր մեր պետականության համար։ Ինչու՞մ է այդ սպառնալիքը։ Տիկին Ջուլհակյանը ասաց, նախ ինքն գրկված է նոր սահմանադրության մշակման հանձնաժողովում, որի սկզբանե սահմանադրության փոփոխությունների հանձնաժողով պետք է լիներ, նախ հասկանալի չի, թե օրենսդիր իշխանության ներկայացուցիչը ինչի է ընդգրկված վարչապետի որոշումով ստեղծված գործադիր իշխանության մարմնի աշխատանքներին, երբ որ գործադիրը կարող էր այդ ֆունկցիան իրականացնել և բերել պարլամենտ և ինքը իր մոտեցումները, տեսակետները հայտնել պարլամենտում։ Սա մի վիճահարույց է, չասեմ անձնական սուբյեկտիվ գործոններ, որ ինքը աշխատել է իրավունքի Եվրոպա կազմակերպությունում, որի նախագահը այդ հանձնաժողովի անդամ է, նրա կինը, որը հիմա է ղեկավարում այդ կազմակերպությունը, այդ հանձնաժողովում փորձագիտական խմբի անդամ է եղել և այլն, շարունակեմ չհասնեմ ՍԴ, դատվում եմ դրա համար։ Հիմա գանք բովանդակությանը։ Նա պատասխանելով տիկին Գրիգորյանի հարցին ասաց, որ նախագիծը, որ այս պահին քննարկում է հանձնաժողովում, չունի հղում Հայաստանի անկախության հռչակագրին։ Ինչ է սա նշանակում, որ անգամ եթե կա նման մտադրություն, սա սպառնալիք է պետության գոյության համար։ Մեր մարմինը, որտեղ մենք ներկայացված ենք որպես պատգամավորներ, մենք կոչվում ենք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորներ։ Հայաստանի Հանրապետությունը դա վերացական հասկացություն չի։ Դա պետական կազմավորում է, որը ստեղծվել է 1990 թվականի օգոստոսի 23-ի անկախության հռչակագրով։ Մեր պետությունը, Հայաստանի Հանրապետություն, կրճատ Հայաստան անվանումը ստացել է այդ փաստաթղթով։ Եվ անկախության հռչակագրի 12-րդ կետն ասում է, որ այս սույն հռչակագիրը հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության ընդունման կամ սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու, օրենսդրության կատարելագործման կամ պետական մարմինների գործունեության համար։ Այսինքն ուզում է սահմանադրությունը նոր ընդունվի, թե փոփոխվի, ուզում է դա արվեր 95 թվականին, թե 2026-ին, դա չի կարող հղում չպարունակել Հայաստանի անկախության հռչակագրին։ Որ պահին, որ դա տեղի ունեցավ, նշանակում է Հայաստանի Հանրապետություն անվանումով պետությունը վերանում է։ Հասկանում եք վտանգը ինչու՞մ է։ Ես ձեզ հիմա զգուշացնում եմ մեկ այլ կարևոր փաստի մասին։ Ադրբեջանում միամիտ չեն։ Նրանք շատ լուրջ են վերաբերվում այս ամեն ինչին։ Նայեք, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում
նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը։ Այդ համաձայնագիրը ստորագրելուց անմիջապես հետո Ադրբեջանի նախագահը հայտարարեց եւ մինչ օրս հայտարարում է, որ Հայաստանում նոր սահմանադրության ընդունումը նախապայման է այդ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Եվ ասաց, որ դա Հայաստանի տնային աշխատանքն է, երբ որ այդ աշխատանքը կկատարեն, այդ փոփոխությունը կլինի, նոր կստորագրվի պայմանագիր։ Այսինքն նախաստորագրված պայմանագիրը, որը միջազգային պայմանագրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով չունի բացարձակապես ոչ մի իրավաբանական արժեք ու նշանակություն, այլ ընդամենը սահմանում է ընդհանուր նորմեր հետագա բանակցությունների եւ փաստաթղթի վերջնականացման համար։ Սա դարձրել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը շապիկի գրառում, խաղաղություն, որը ներկայացվել է մեր ժողովրդին, ակնհայտ սուտ, որտեղ չկա նման խաղաղություն, չկա նման պայմանագիր, բայց կա նախապայման։ Եվ որն է վտանգը, որ եթե Հայաստանը կատարի այդ նախապայմանը, իսկ հանձնաժողովի անդամ ասում է, որ իրանք պատրաստ են կատարելու այդ նախապայմանը, ապա ինչ է ասելու Իլհամ Ալիևը այդ նախապայմանը կատարելուց հետո։ Շատ պարզ մի բան։ Այն պետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ով որ 2025 թվականին ստորագրել է, նախաստորագրել է այդ փաստաթուղթը, այդ պետությունը այլևս գոյություն չունի։ Հետևաբար նրա հետ այլևս ոչ մի նոր պայմանագիր կնքելու անհրաժեշտություն չկա։ Իսկ ինչ է լինում, երբ որ հայկական պետական կազմավորումը վերանում է, մենք այս իշխանությունների գործողությունների հետևանքով իրենց պաշտոնավարման շրջանում տեսել ենք 2023 թվականին, երբ վերացավ փաստացի Արցախի Հանրապետություն պետական կազմավորումը։ Ինչ եղավ դրանից հետո, այդ տարածքների վրա հաստատվեց ադրբեջանական իշխանություն եւ բռնի տեղահանվեց այնտեղ բնակվող ողջ հայ բնակչությունը բացառապես էթնիկ պատկանելիության ձգտումով։ Նույն վտանգը սպառնում է մեր պետությանը։ Եթե դուք համաձայնեք ադրբեջանական այդ պայմանին եւ վերացնեք անկախության հռչակագիրը, որի մի փորձը կատարվեց 24 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների կանոնակարգի վավերացման գործընթացում, ինչ Ադրբեջանին չգոհացրեց, ասաց, ոչ, չեք խափի դուք մեզ սահմանադրական դատանի որոշմամբ կամ ազգային ժողովի կողմից վավերացման, որի դեպ հայելային իրենց կողմից չի արվել ոչ մեկը։ Ադրբեջանի ՍԴՆ դա չի քննարկել, Ադրբեջանի խորհրդարանը դա չի վավերացրել, միայն նախագահն է վավերացրել եւ հրապարակել, ինչը պետք արվեր նաեւ ստեղ, որտեղ մեր սահմանադրությամբ էլ ասում է, վավերացման ոչ ենթակա միջազգային պայմանագրերը ստորագրում եւ հրապարակում է հանրապետության նախագահը։ Այնտեղ դա է արվել, ստեղ էլ պիտի դա արվեր, Հրայր Թոմասյանի հատուկ կարծիք։ Եվ ինչ պիտի արվեր, ինչը արվելու, պետականությունը վերանալու է եւ այստեղ հաստատվելու է ադրբեջանական իշխանությունը։ Ադրբեջանցիները արդեն որոշել են այդ պետության անունը, դա իրենք անվանում են Արևմտյան Ադրբեջանի Հանրապետություն։ Ես խնդրում եմ ձեզ, զգույշ եղեք, խնդրում եմ, սա նաեւ ձեր անվտանգության խնդիրն է։ Այսպիսի մի գեղեցիկ ազգային ժողովի շենք կար նաև ազգային Արցախում, Ստեփանակերտում։ Դուք ինքներդ եք այցելել այնտեղ, հպարտությամբ լուսանկարներ հրապարակել ձեր սիրելի Արցախից։ Հիմա դուք դրա հնարավորությունը չունեք։ Վտանգ կա, որ չեք ունենալու նաև այստեղ։ Սա խաղ չի։ Պետության ճակատագիրը խաղ չի։ Ադրբեջանը բարեկամաբար տրամադրված չի մեր պետության հանդեպ։ Նրանք շարունակում են թշնամաբար տրամադրվել մեր երկրի հանդեպ։ Թուրքիան Հայաստանի հետ բարեդրացիական հարաբերություններ հաստատելու մտադրություն չունի։ Թուրքիայի իրական մտադրության մասին խոսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 20 թվականի պատերազմի ժամանակ։ Երբ որ ասել է, որ սա միայն մեր պատերազմը չի Ադրբեջանի հետ, սա մեր պատերազմն է նաև Թուրքիայի հետ, Թուրքիան ցանկանում է վերադառնալ այս տարածաշրջան եւ իրականացնել իր 100-ամյա մտադրությունը, բնաջնջել հայ ժողովրդին եւ վերացնել հայկական պետականությունը։ Բառացի չեմ ցիտում, բայց խոսքերի իմաստը դա էր։ Ես կարծում եմ, որ այդ պատերազմի պահին, որտեղ կար նաև հուզմունք, որտեղ կար նաև պրագմատիկ որոշակի դատողություններ, հավանաբար Նիկոլ Փաշինյանը չէր սխալվում։ Ես կարծում եմ, որ առիթ չունեմ մտածելու, որ Թուրքիան եւ Ադրբեջանը փոխել են իրենց մտադրությունը։ Սպառնալիք է ձեր պաշտոնավարումը մեր պետության համար։